Պարոն Կարապետյան, բարև ձեզ։ Բարև Ալիկ ջան։ Ոնց եք։ Լավ, դու ոնց ես։ Շատ լավ, ուժեղ։ Պարոն Կարապետյան, այսօր մայիսի 1-ն է, աշխատավորների օրն է, շնորհավորում եմ ձեզ։ Եվ ես այսօր եկել եմ ելի իմ 5 հարցերով։ Ես գիտեմ, որ աշխատանքը ձեր կյանքում միշտ մեծ դեր է ունեցել, եւ դուք դեռ շատ վաղ տարիքից, երիտասարդ տարիներից մեծ գործունեություն եք ծավալել ու այս տարիների ընթացքում տասնյակ հազարավոր աշխատատեղեր եք ստեղծել։ Հարցս, ո՞րն է ձեր հաջողության գրավականը։ Առաջ երթին ես էլ եմ ուզում շնորհավորեմ մեր ժողովրդին մայիսի 1-ի տոնի կապակցությամբ։ Հաջողությունների գրավականը շատ ծանր աշխատանքն է։ Հայ եթե ասեմ առաջ երթին 24 ժամ աշխատելու արդյունք է։ Սկզբնական շրջաներում նույնիսկ միգուցե ավելի շատ։ Համառությունն է։ Շատ կարևոր է գործից հասկանալը։ Պարոն Կարապետյան, ձեր ամենավառ հիշողությունը մայիսի 1-ի հետ կապված։ Դպրոցական երեխեք էինք, դրոշակներով դուրս էին գալիս գյուղերապարակ կամ լավ սովորող երեխեքին տանում էին տաշիր երապարակ, վսկապները կապած, երջանկություն էր բոլորի համար։ Շատ լավ, ես այդ օրերը չեմ հիշում։ Իմ հաջորդ բախտը չի բերել։ Հաջորդ հարցս, պարոն Կարապետյան, ինչ հետաքրքիր պատմություն մեզ կպատմեք ձեր այս տասնյակ տարիների աշխատանքային գործունեության հետ կապված։ Շատ հետաքրքիր պատմություններ կա, բայց ամենակարևորը կարողացանք անցնենք ու լավ անցնենք 90-ական թվականները, որտեղ ես այդ ժամանակ արդեն Փաշինյանի շատ սիրած Կալուգայում էի, իրոք ծանր ժամանակներ էր, այսինքն կենտանի մնալ չմնալու տարիներ էր, բայց մենք շատ պատվով անցանք, նորմալ անունով անցանք, դրանից հետո ամեն ինչը մի քիչ ավելի հեշտ էր, բայց դա մեծ փորձ տվեց մեզ։